Լիլիթ Գալստյան, այ հիմա Տիկին Գալստյան, խնդրեմ։ Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, այս ամբիոնից դեռևս ՀՌՀ տարեկան հաշվետվությունների ընթացքում անդրադարձել եմ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի եւ մարմնի անդամ Հակոբ Հակոբյանի իրենց պաշտոնների հետ անհամատեղելի հանրային վարքին եւ գործունեությանը։ 25 ապրիլի 22-ին պաշտոնական գրությամբ դիմել էի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, խնդրելով եզրակացություն տալ օրենքով սահմանված սահմանափակումների համատեքստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի եւ Հակոբ Հակոբյանի վարքականոնի առնչությամբ։ Հիշեցնեմ, որ սահմանադրությամբ, ինչպես նաև ոլորտը կարգավորող տեսալսողական մեդիայի մասին ՀՀ օրենքով ՀՌՀ-ին է վերապահված հանրային մեդիան անաչառորեն կարգավորելու, հանրային շահը սպասարկելու եւ քաղաքական չեզոքություն ու բազմակարծություն երաշխավորելու լիազորությունը։ Սահմանադրության 197-րդ հոդվածի 5-րդ կետում ամրագրված է. հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամները իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։ Քաղաքական զսպվածություն, սա է բանալի բառը։ Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետը մասնավորապես սահմանում է. Կարգավորող պետական մարմնի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված որևէ պաշտոն։ Կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ։ Գերակա, պարոն Հակոբ Մովսես, գերական է բանալի բառը։ Ցավոք ՀՌՀ վերոհիշյալ անդամների հանրային վարքը հեռու է սահմանադրությամբ ՀՀ օրենքներով սահմանված վարքականոնից, ես կասեի նաև բարոյականության նվազագույն պահանջներից։ Հիշեցնեմ, որ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը տևական ժամանակ իշխանությունների հիմնական քաղաքական խոսափող հմեկում քաղաքական վերլուծաբանի դեր էր ստանձնել եւ Պետրոս Ղազարյանի հետ դիալոգ քաղաքական վերլուծական հաղորդումներ վարում շուրջ 32 հաղորդում հեռարձակելով։ Ահա դրանցից մի քանիսի վերնագրերը. ԼՂՀ փրկություն թե իշխանափոխություն, ինչ են անում խաղաղապահները, ընդդիմադիր ավականիների մանդատից զրկելու ռեֆորմների մասին, Օսկանյանի վերջին հայտնությունը, Հայաստանի ներկան տավուշ ընդդիմություն եկեղեցի թացը չորից։ Անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները ՀՌՀ նախագահը իշխանահաճո քաղաքական գնահատականներ եւ քննադատություններ հնչեցնում ընդդիմության, հայաստանյաց առաքելական եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։ Տիգրան Հակոբյանը, ով ի պաշտոն է քաղաքական չեզոքության եւ բազմակարծության երաշխավորը պիտի լիներ, փաստորեն վերածվել էր քաղաքական մեկնաբանի եւ իշխանական նարատիվների քարոզչագործիկը, այսինքն պրիմիտիվ պրոպագանդիստի։ Իդեպ այս խնդրի առնչությամբ 25-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված դիմումին ի պատասխան հանձնաժողովը չանդրադառնալով քաղաքական չեզոքության եւ զսպվածության խախտման պահանջին սոսկ արձանագրեց, որ Տիգրան Հակոբյանը տվյալ հաղորդումների համար չի վարձատրվել, իսկ ահա Հակոբ Մովսեսի պարագայում սահմանադրական պահանջի առերևույթ խախտման առնչությամբ հանձնաժողովը հարուցեց վարքագծի կանոնի խախտման վերաբերյալ վարույթ եւ երեք ներկայացվել է եզրակացությունը. Դուք խախտել եք օրենքի պահանջը, պարոն Հակոբ Հակոբյան, եւ քաղաքական մեծամասնություն։ Ըստ էության Հակոբ Հակոբյանը, ինչպես եւ Տիգրան Հակոբյանը, առհամարելով սահմանադրության նորմն ու օրենքները, իրենց պաշտոնի հետ անհամատեղելի վարք են դրսևորել, անցնելով քաղաքական զսպվածության եւ չեզոքության սահմանադրական պահանջը։ Վերջինս Հակոբ Հակոբյանի մասին է խոսքը, տասնյակ քաղաքական վերլուծական հաղորդումների շրջանակում ակնհայտորեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև ոչ ճիշտ, խեղված եւ սուբյեկտիվ գնահատականները հնչեցրել, վարկաբեկել եւ ատելության խոսքեր տարածել հայ առաքելական եկեղեցու, ընդդիմադիր գործիչների, նաև դաշնակցության գաղափարախոսությունը գնահատել է վտանգավոր։ Մասնավորապես հմեկի եթերում հարցազրույց հաղորդման շրջանակներում հայտարարել եք, թե այսօր այս իշխանությունները եթե տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի։ Տեսնում եք ինչ հրաշալի պրոպագանդիստ եք, իսկ շարունակ այստեղ տարփողում է ձեր մտավորական լինելը։
Մեր պատմական դժգոհությունների եւ դժվարությունների մեջ դաշնակցության մեղքը շատ մեծ է։ Դաշնակցության գաղափարախոսությունը վտանգավոր է հայ ժողովրդի համար եւ այլն։ Սրանք ակնհայտ քաղաքական բնույթի, բայց բովանդակությամբ դատարկ եւ սնանկ գնահատականներ են պարզապես թիրախավորելու համար դաշնակցությանը եւ պատվիրված թիրախավորելու, պատվիրված։ Առերևույթ կարող է թվալ, թե Հակոբ Մովսեսն ու Տիգրան Հակոբյանը իրենց պաշտոնի իրավական եւ սոցիալական բարձր պատասխանատվությունն ու վարքականոնի բարձր նշաձողը արհամարում են, բայց ես այդպես չեմ գնահատում, ոչ։ Նրանք պարզապես կանաչ լույս ունեն այդպիսին լինելու համար, ինչը հիմնավորվում է նաև ՔՊ պատգամավորների 3 եւ այսօր հնչած օրենքի հետ 0 առնչություն ունեցող եւ սահմանադրությունը ոտնատակ անող պահվածքով։ Այլապես ինչպես բացատրել, որ Հակոբ Մովսեսը անգամ տեղյակ լինելով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մասին, շարունակել է մասնակցել քաղաքական հաղորդումների, նաև շարունակել է տարածել սուտ, հանցավորության աստիճանի վտանգավոր մտքեր, որոնք հասարակությունը պառակտելու, մեր ազգային ինստիտուտները քայքայելու ակնհայտ նպատակ են հետապնդել։ Դուք, պարոն Հակոբյան, ձեզ դիրքավորում եք որպես մտավորական։ Իմ եւ մեր հասարակության պատկերացրած մտավորականը, եթե անգամ մոռանանք, որ դուք ՀՌՀ անդամ եք, երբեք այնպիսի սուտ եւ ակնհայտորեն թշնամական եւ զրպարչական հայտարարություն չի տարածի մեր եկեղեցու նկատմամբ։ Լսեք, եկեղեցին իր գրպանում ատրճանակ ունի, ասում եք դուք։ Եկեղեցին օգտագործվում է պետականության դեմ։ Մեկ այլ հարցազրույցում իմ եւ ձեր եկեղեցին դարձել է ռուսական գաղտնի ծառայությունների վարչություն։ Սա եւս ձեր գոհար մտքերից է, մտավորական Հակոբ Մովսես։ Զարմանալիորեն մտավորական Հակոբ Հակոբյանի վերջին շրջանի սևեռումները իշխանականի հետ շատ սինխրոն են, համահունչ։ Թիրախում նույն հերոսներն են՝ եկեղեցի, դաշնակցություն, ընդդիմադիր գործիչներ։ Գուցե դուք որոշների կարծիքով լավ բանաստեղծ եք կամ թարգմանիչ, բայց ոչ որևէ հանգամանք, մանավանդ ձեր ներկա պաշտոնի հանգամանքը ձեզ իրավունք չի տալիս թունավորել հանրությանն ու Փաշինյանը հաճո նարատիվներով խորացնել ներազգային թշնամանքը։ Այս ամբիոնից ոչ թե բանաստեղծը, այլ ՀՌՀ անդամն է երդվել, հավատարիմ լինել սահմանադրությանը, ծառայել առավելագույն բարեխղճությամբ եւ ազնվությամբ։ Դուք հենց սրա համար եք վարձատրվում, պարոն Հակոբ Հակոբյան, ոչ թե սուբյեկտիվ դատողությունների կամ մտավորական լինելու համար։ Երդվել, կարծում եմ այս բառի ողջ տարողունակությունը բացատրելու կարիք ձեզ եւ այս հատվածի պատգամավորներին բացատրելու կարիք չկա։ 4 տարի առաջ այս ամբիոնից հայտարարում էիք, թե բոլոր իշխանությունների օրոք ընդդիմադիր եք եղել եւ դա ձեր քաղաքացիական կրեդոն է։ Բայց ինչպես ստացվեց, որ դուք վերածվեցիք իշխանությունների հակասահմանադրական վարքը գովերքող տրուբադուրի։ Այդ ինչպես եղավ։ Այսպեսին լինելը իհարկե ձեր իրավունքն է, բայց հրաժարվեք չեզոքություն եւ զսպվածություն պահանջող սահմանադրական մարմնի անդամի պարտականությունից եւ մտեք ՔՊ-ի ցուցակ։ Մանավանդ, որ նախընտրական քաստինգը սկսվել է, սեզոնն է եւ ձեր նվիրումը վստահ եմ կգնահատվի, արդեն ականատես է եղանք։ Մեկ հանգամանք էլ ուզում անդրադառնալ, թե ինչպես է դուք եւ ՀՌՀ նախագահը արհամարում սահմանադրական մարմին հանդիսացող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը, պատային վիճակի մեջ դնելով ձեզ առաջադրած եւ ձեզ ընտրած քաղաքական մեծամասնությանը։ Միաժամանակ փաստ է, որ սահմանադրական այլ մարմինների որևէ անդամի կողմից անկեղծորեն եմ ասում, այսպիսի վարք չի արձանագրվել։ Բայց ՀՌՀ-ի պարագայում, չգիտես ինչու, այդ ոչ թե նոր խմբագրումներ են մտնում դրա ձեր վարքի մեջ, այլ որոշները ավելի ցինիկ դրսևորումներ են դրսևորում, այսպես սոցիալական եւ իրավական բացառիկ պատասխանատվություն ենթադրող ՀՌՀ նախագահին Տիգրան Հակոբյանին, այդ որտեղից այնքան ինքնավստահություն, որ իր Facebook-յան էջում երեք այսպիսի հայտարարություն, ես կարծում նաեւ հրահանգ է տարածել, Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվի, դե ինքներդ դատեք։ Ես ոչ ՀՌՀ նախագահից Տիգրան Հակոբյանի նկատի ունեմ, ով լրագրողական անցյալ ունենալով լրագրողների հետ խոսում է իձիվ ժոպու կամ հետույքային լրագրություն խոսույթով, սա Տիգրան Հակոբյանի բառապաշարից է, ես նրանից ակնկալիք չունեմ, Հակոբ Հակոբյան ոչ էլ ձեզանից ակնկալիք ունեմ, հարցը ուղղված է քաղաքական մեծամասնությանը, ունենալու եք քաղաքական կամք եւ հարգելու եք օրենքն ու սահմանադրությունը, թե արհամարելու եք հակակոռուպցիոն հանձնաժողովի եզրակացությունն ու հերթական կանաչ լույսն եք վառելու
անպատժելիության եւ սահմանադրական կարգի ոտնահարմանը։ Իհարկե երկրորդը, որովհետեւ այսպիսի հրաշալի ռոպագանդիստի, ինչպես ասում են, վարի չեք տա։ Իսկ կարիք չկար, այստեղ չի, այստեղ եք։ Ինչ եք Նիցշեի անգլերենով կարդում, գերմաներեն կարդայեք։ Լրություն դալիճում, Գեգամ Մանուկյան։ Թող մնալ ինչ։ Վերցեք։